Գոյամարտ սերիալը օր-օրի թևակողում է առավել բարդ ու լարված փուլ, որտեղ ամեն նոր կապ բացահայտում է հին մեղքերը, իսկ հերոսների միջև գոյություն ունեցող թաքուն թելերը սկսում են միանալ անսպասելի հանգույցներով։ Հունանի տարիներ առաջ իրականացրած արյունոտ վրեժը Ռաֆոյի սպանությունը կարծես թե ավարտված պատմություն էր, սակայն այսօր նրա ամբողջ ընտանիքը շրջապատված է հենց այն մարդկանցով, որոնց կյանքը նա ջախջախել էր իր անցած քայլով։ Վրեժը երբեմն գալիս է կամաց, անաղմուկ, սեր կոչվածի ու վստահության դիմակով։ Մանանը շարունակում է իր հարաբերությունները Գրիշոյի հետ։ Չնայած եղբայրների բացահայտ դիրքորոշմանը և տասնյակ նախազգուշացումներին, նա միևնույնն է շարունակում է շփվել Գրիշոյի հետ, կարծես ակամա մերժելով այն ամենը, ինչ փորձում են իրեն փոխանցել։ Նրա համառությունը կամ կուրությունը դեռ անհայտ արդյունքներ է բերելու։ Մյուս կողմից Լեոն աստիճանաբար սիրահարվում է Հունանի դստերը՝ Լեային։ Նրանց միջև սկսվում է նոր, հույզերով լի պատմություն։ Միասին նկարահանման հրապարակից, քաղաքից դուրս գնալով, անցկացրած ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունը դառնում է ավելի մտերմիկ։ Լեոն, նույն մարդը, ում ընտանիքը տուժել է Հունանի բռնությունից, սիրահարվում է հենց Հունանի դստերը։ Նրանց հարաբերության մեջ այնքան մեղմություն ու լուռ հակասություն կա, որ թվում է ամեն հաջորդ պահը կարող է և փայլել սիրով, և պայթել ճշմարտությամբ։ Իսկ Հունանը դեռ չգիտակցելով իրական կապերը, հետաքրքրված է Լեոյի մարզական ներուժով։ Նա անգամ մտածում է աջակցել նրան, մարզական հովանավորություն առաջարկել, բայց այս ամենը ջուր լցվեց այն պահից, երբ Լեոն ու Գրիշոն բախվեցին իրար։ Եվ այս խաչաձև ճանապարհները դեռ շատ չեն թվում, քանի դեռ Դավիթը աշխատանքի չի անցնում հենց Հունանի կնոջ ռեստորանում։ Դավիթը պրոֆեսիոնալ խոհարար է և իր աշխատանքի շնորհիվ արագորեն արժանանում է ուշադրության։ Սակայն Հունանի կինը դեռ տեղյակ չէ, ով է իր նոր աշխատակիցը։ Մի քանի օր անց, երբ Հունանը ռեստորան է գալիս, տեսնում է Դավիթին։ Այդ պահին բացահայտվում է ճշմարտությունը։ Հունանի կինը հասկանում է, որ Դավիթը Լեոյի եղբայրն է։ Եվ հիմա ամեն բան կախված է մի բարակ թելից։ Երբ Հունանը իմանա ճշմարտությունը, կհասկանա, իր ամբողջ կյանքի թշնամիներն այսօր իր կողքին են, իր աղջկա կողքին, իր աշխատավայրում, իր կյանքի ներսում։ Այդ պահին նրա ամբողջ վստահությունը կփլուզվի։ Նա կզգա, որ տարիներ շարունակ կուրորեն ապրել է մի կյանք, որի հիմքում սուտն էր։ Այդ բացահայտումն էլ հենց դառնալու է նրա պարտությունը։ Մինչ այդ, Ավոն, իմանալով Լեոյի իրական ինքնությունը, որ նա իր մահացած եղբոր որդին է, սկսում է Հունանին տրամադրել նրա դեմ։ Խորհուրդ է տալիս դադարեցնել հովանավորությունը։ Բայց հետաքրքիրն այն է, որ փոխարենը առաջարկում է Վլադիմիրի թեկնածությունը, առանց իմանալու, որ Վլադիմիրը ևս իր եղբոր որդին է։ Այս չգիտակցված խաղը դարձնում է իրավիճակն ավելի բարդ ու սարսափելի, երբ ճշմարտությունները ի վերջո բացահայտվեն։ Իսկ Էռնայի կողմից առաջ եկած կասկածները, թե Ավոն սիրուհի ունի, դառնում են այնքան ուժեղ, որ Ավոն ստիպված է լինում շեղել նրա ուշադրությունը։ Նա հանկարծ հայտարարում է, որ պատրաստ է երեխա որդեգրել։ Բայց դա նրա իսկական ցանկությունը չէ, դա պարզապես փորձ է խուսափել բախումից, փորձ թաքցնելու ճշմարտությունը մի ժամանակավոր խոստովանության տակ։ Գոյամարտում ճշմարտություններն ավելի ու ավելի են խտանում, բայց դրանց կշիռը երբեք չի փոքրանում, և դրանց բախումը դեռ առջևում է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Դավիթ պապիկը կմեկնի Ռուսաստան ու կիմանա ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։